Ամեն շաբաթ որ կգարձեմ, որ վտանգներու շարքս վերջացավ, կփնտրեմ ուրիշ վտանգներ կգտնեմ։ Եվ ասոն կարևոր բաներ են հավատացյալին համար, որովհետև հավատացյալին կյանքերս այս վտանգները գոյություն ունին, եւ եթե սկսուց չլանք, մեծ վնասներու կմատնեն։ Այսօրվա մեր վտանգը, որում մասին պիտի խոսենք, գարձացած սիրտ ունենալն է։ Գարձացած սիրտին վտանգները։ Երբ որ գարձացած սրտի մասին խոսենք, միշտ միտքերնից կգա մարդիկ, որ ամփարիշտ են, Աստուծո հերու են եւ Աստված չեն սիրեր։ Անոնց կարգին կան շատ օրինակներ, որ մենք անոնց ծանոթ ենք։ Երբ որ գխորենք գարձացած սրտի մասին, միտքերնից կգա Madeleine Murray O'Hara, որ անաստված գին էր։ Այս գինը պատճառ դարձավ, որ Ամերիկայի մեջ դպրոցներեն աղոթքը վերցվի։ O'Hara միշտ գծաղրեր Աստուծո եւ Աստուծո քոյության չեր հավատար եւ գծաղրեր այն միտքը, որ Աստված կա։ Երբ որ քրիստոնյաներու մասին խոսեր, շատ գոշտ եւ թադողական խոսքեր իր պերանեն դուրս գելեին։ Ուրիշ անաստվածները կան, որ գծությունեն Աստուծո թեմ լման ադելություն։ Չեմ գիտեր, քանիներ ծանոթ եք Marilyn Manson, այս երդասարտը ռոքի խումբի երգիչն է, եւ իր ամեն մեկ շոյին մեջը, ասենք երևույթին մեջը, Սուրբ Գիրքը գարնե եւ իր երկած ժողովրդին արչեւ կբադրե։ Եվ իր երկի ալբոմները մեկուն անունը Antichrist Superstar է, Անտիքրիստոսը հերոս, իր երկերուն շարքին խումբին անուն դված է։ Եվ երբ որ գարձացած սիրտ մասի կմտածենք, այսպիսի անցիկ միտքերնից կգան։ Երբեմնալ մեր շուրջը կան անցիկ, որ կտեսնենք, ինչպես Նյու Յորքի մեջ ամեն տարի Pride-ի շաբաթը կդոմվի եւ հոնդերը գկալեն միասերականները, որոնք գրվազան հոգիով այդ 5-րդ Avenue-ին վրա են փողոցեն բողոդային գանցնին, կտեսնենք անտեղ ինչպես կծաղրվի Աստուծո անունը, քրիստոնեության թեմ հայոյանքներ, կպրնեն նշաններ, որ բոլորովին, երբ որ տեսնենք, սիրտերնից կծավի, նշանները մեկը անցնող դարներ մեջ, որ գիշեմ, գսեր Հիսուս միասերական է, և այսպիսի սայնը պրնած, նշանը պրնած կկալեին։ Եվ երբ որ կմտածենք ասանք մարդոց մասին, գսենք ասոնց սիրտերն են, որ գարձր են, աստիսակ մարդիկն են, որ թժվար է ասոնց հասնիլ, ասոնց սրտերը գագուղնալ։ Կամ ալ գխորինք համայնավար կառավարություններ, որ ունեցանք եւ դակավին գա, մեզ մեջ շատ հերու չեղած դերմը, Ֆլորիդայեն քիչ մվար, Քյուբայի մեջ, օրինակի համար, երբ որ Ֆիդել Կաստրոն համայնավարությունը բերավ, հոնդերը իր վարչագարքը կոծեց բոլոր եկեղեցիները եւ եկեղեցիներու սրահները եւ դաջարները դարձուց համայնավար մարզության կետրոններ։ Եվ այս ռազմովնին իրենք հբարդացան, կբարձենային, ասելով, որ մենք կրցանք գրոնքը Քյուբայեն վերցնել։ Անշուշտ հետևանքները լավ չի վերջացավ, երբ որ Աստված կվերցնես տեղը, այսօր գիտենք Քյուբայի վիճակը։ Եվ այն ժամանակ քրիստոնյաները գխորեն, թե այսպիսի մարդոցմե ավելի գարձր սիրտ ունեցող մեկը չի գնալալ, որ եկեղեցիները կոծեն եւ ուրախանան, որ եկեղեցիները կոծեցին։
Եվ այսօր շատ օրինակներ կան, ծաղրողներ, հայոներ, Քրիստոսը մերժողներ, Աստուծո անունին թեմ ադելությամբ խոսքեր եւ հոգիներ ունեցողներ։ Այո, այս բոլորը գրնան գսել գարձր սիրտեր ունին, բայց այսօր ցեզի պիտի խոսիմ ուրիշ տասագարկի մասին, որ գարձր սիրտեր ունին, որ խորին որ ավելի գարձր սիրտեր ունին, քան թե այս բոլորը, որ ցեզի ներկայացուցի։ Եվ այս անցիգը, որ ամենագարձր սիրտեր ունին, ամփարիշտ մարդիկ չեն, այլ Աստուծո ժողովուրդն են։ Ինչու պիտի ասեք։ Սամոս 95:8-10 կսե «Ձեր սրտերը մի խստացնեք, ինչպես Մերիբայի մեջ, Անաբադի մեջ փորձության օրվանը պես, ուր ձեր հայրերը զիս փորձեցին, քննեցին զիս ու իմ գործերս տեսան, 40 տարի զզվեցա, այն ասկեն ու սի, անոնք սրտով մոլորած ժողովուրդ մնեն, իմ ճամփաներս չջանցան»։ Աստուծո ժողովուրդն էին ասոնք։ Եվ Աստուծո գարհամար էին, Աստուծո փարիկները դեսած էին, Աստուծո կորձերը իրենց հետ կնած 40 տարի Անաբադի մեջը, և այս բոլորին թիմած իրենց սրտերը գսե գարձացուցին, և ասոնք Աստուծո ժողովուրդն էին։ Եվ ողբերգական ճշմարտությունը այն է, որ չնայած որ ասոնք Աստուծո ներկայությունը վայելած էին, Աստուծո թեմ գործեցին։ Շատ հեռու չէր տանք։ Այսօր ներկա տարու մեջ հավատացյալներ, երբ որ ամեն օր գլսեն, երկինքեն, պատկամներ Աստուծո դրված իր ժողովրդին, իր զավակներուն, այսօր հազարավոր քրիստոնյաներ կան, որ չեն գադարեր այնինչ որ գլսեն Աստուծո գոմեն, չեն արդոներ, որ Աստված մտնե իրենց կյանքին այն դեղերը ուր շտկվիր գուզեն։ Եվ ես միտեսեմ, ասիկա շատ ավելի մեծ կարծություն է, քան թե անոնք, որ Աստուծո պատկամը չեն լսեր ամեն օր։ Ու շարունակեն լսել, բայց չեն հնազանդնիր։ Եվ այս մեկը սրդի կարծություն կստեղծե հավատացյալի կյանքերներս։ Եվ վերջավորության, եթե շարունակեն այս ընթացքով, իրենց սրտերը այնքան պիտի գարձնա, որ իրենց համար այլևս հույս չմնար եւ բուժման միջոց չմնար, որովհետեւ սրտերնին գարձացուցին։ Սամոս 95, որ գարտացի Իսրայելի ժողովրդի մասին խոսի, հետաքրքրական է, որ նույն համարը Եփրայեցիսի մեջ ալ կգտնվի։ Ասել է, թե մեծ կարևորություն ունի այս համարը։ Եփրայեցիս 3:7-8 գսե. Ուստի, ինչպես Սուրբ Հոգին գսե, այսօր եթե պիտի լսեք անոր ձայնը, մի խստացնեք ձեր սրտերը, ինչպես թարնության ադեն փորձության օրը Անաբադի մեջ։ Նույն ժողովրդի մասին խոսի, որ Անաբադի մեջը սրտերին գարձացած էին։ Եվ Եփրայեցիս գրողը գսե, այսօր գսե, եթե լսեք անոր ձայնը, սրտերնիդ մի խստացնեք, սրտերնիդ մի գարձրացնեք։ Երբ որ գարձր բան մասին խոսենք, ամենագարձր բանը, որ գիտենք, քարն է, քարը միտքերից դուկա։ Քարը ինչ ընեսն է, չի գագողնար, մինչև որ չի փշրվի։ Քարը պետք է գդրվի, որ իր քարությունը գործընծնե։ Եվ աթամանտը, մենք ունենք ոսկերիչ եղբայրներ, աթամանտը ամենագարձր քարերը մեկն է։ Եվ աթամանտով աբագի գրնաս գդրել։ Աթամանտի մեջ ոչ մեկ բան գրնա մտնել, ոչ մեկ բան անգե դուրս գրնակալ։ Եվ Զաքարիա 7:12-ի մեջ կսե, ու իրենց սիրտը աթամանտի բեսրին, որբեսի չլսեն այն օրենքն ու այն խոսքերը,
որոնք զորքերու դերը իր հոգիովը առաջվան մարգարեներուն միջոցով անոնց խրգեց։ Երբ որ աթամանտի մասին խոսենք, լավ բան գիշեցնեմ մեզ, աթամանտը քեղեցիկ բան է, բայց աթամանտը ինքնին իր գարձությունով ոչ մեկ օգտագործություն ունի։ Եվ գսե ու իրենց սիրտը աթամանտի բեսրին, որբեսի չլսեն Աստուծո խոսքերը։ Եվ ասիկա ցեզի սեմ մեկ օրվա մեջ չլար։ Ինչպես աթամանտը մեկ օրվա մեջ աթամանտ չի դառնար, երկար ժամանակներ գարնե։ Եվ սրդի գարձությունն նույնպես երկար ժամանակ գարնե եւ գամած որ գարձանա, որքան ավելի գարձանա, այնքան ավելի դժվարանա անոր գագուղնալը։ Եվ արդյոք ինչ են պատճառները, որ մարդումը սիրտը գրնա գարձանալ։ Առաջին պատճառը այն է, որ մեղքը, բզդիկ մեղքը կմտնե մարդուն սրդի մեջ։ Եվ որ այդ մեղքը մշտական գտարնա, շարունակական գտարնա, եւ դերմը ապաշխարություն քոյություն չունենար այդ ընթացքին, այն ադեն է, որ մարդուն սիրտը կսկսի կամած կարծանալ։ Եբրայեցիս 3:13 կսե հաբա ամեն օր հորթորենք սիրար, քանի այսօր գսպի, որբեսի ցեզմե ոչ մեկը խստանա մեղքին խաբեությամբ։ Կսե իրար հորթորենք, հավատացյալներ, հոս նորեն գտեսնենք կարևորությունը հավատացյալներուն միադեղ ըլլալը, իրարու կով հավաքվիլը, որ իրարու հորթորեն, որովհետև մեղքը գա, եւ մեղքը միակ գրնա մեր մեջ են դուրս ելնել, երբ որ մեկը մեզի գհայտնե, շատ անգամ Սուրբ Օքին գայտնե, բայց չենք լսեր թերևս։ Երբ որ խումբի մեջ ենք, հավատացյալներու ներկայության մեջ ենք, ավելի դժվար գլա այդ մեղքը բայել, երբ որ մտերիմ հարաբերություններ կան, այդ մեղքը դեղեմ Երևան պիտի ելնե։ Եվ մեկը որ հայտնե քեզի, լավագույն բանն է, որ գրնա բադայել քեզի, իրարու հորթորենք, որ գսե ցեզմե ոչ մեկը խստանա մեղքին խաբեությամբ։ Եթե մեկը քեզի չսեք ու սխալդ, պիտի սիրտդ խստության երթա, գարձրանալու սկսի։ Եվ ինչ է լուծումը անոր։ Առաջին Հովանու 1:9 մեզի շատ հստակ կսե, իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, ան հավատարիմ ու արդար է, ներելու մեր մեղքերը ու մաքրելու մեզ ամեն անիրավութենեն։ Ապաշխարություն ամեն օր։ Երբ որ մեղքը գահիտնվի, անմիջապես անորթիմաց ներողություն խնդրել Աստծո եւ ետ դառնալ։ Երբ որ մենք մեր մեղքերը չենք խոստովանիր, այդ չխոստովանիլը մեր խիղճին գաստ է։ Եվ որքան որ խիղճը չորնա, այնքան կգարձանա մեր սրտերը։ Շատ ավելի դժվար կդառնա, որ մենք կարողանանք զանազանել շիդագը սխալեն։ Առաջին Դիմեթրոս 4:1-2 գսե. Հոգին հատկապես գսե թե վերջին ադենները ոմանք պիտի հերանան հավատքեն, ուշադրություն դարձնելով մոլորեցուցիչ ոգիներու եւ թևերու վարդապետություններու, դեղձավորությամբ սուտ պիտի խոսին, խանձված խղճմտանքը պիտի ունենան։ Խանձված խղճմտանքը, որ փամը չսկար։ Ինչ վտանգավոր բան, երբ որ մեկը այս վիճակին գասնի։ Բայց որտեղ են այս վիճակին գասնի։ Բարձաբես այդ մեղքը, որ ներս մտավ, անոր հոգ չդանել են։ Երկրորդ պատճառը, որ սիրտը գրնա հբարդանալ, ներողություն գարձանալ անալ հբարդությունն է։ Հբարդություն։ Օբեդ 1:3 կսե քու սրդիդ հբարդությունը քեզ խաբեց, ով ժայրերու խորոչներու մեջ փնագող ու բարձր փնագարան ունեցող, որ սրդիդ մեջ կսես, ով զիս քեդինը պիտի իջեցնե։ Ինչ բանը գարձացուց սիրտը, սրդիդ հբարդությունը կսե, քեզ խաբեց, ժայրերու մեջ կացիր։ Երբ որ մեկը գմերժե ներել, այդ մեկը հբարդություն է։ Երբ որ ող կբահե, հբարդություն է։
եւ ադիգա սիրտը կգարձացնե։ Ասիկա ոչ թե միան հոգևոր կետնի վրա փաստված է, այլ նաեւ աշխարհային հոգեգան կետնի վրա, այսինքն ինչ են psychologist-ները, հոգեբույժները, ինչ որ են։ Շատ բան լավ կոչ չեն դեսներ արդեն anyway։ Եթե սուպիրքին չի մոդենան։ Անոնքալ գսեն թե ներել պետք է։ Երբ որ մեկը ող կբահե, ադոր բուժումը շատ դժվար է։ Եփեսացիս 4:26 կսե։ Փարգացեք, բայց մի մեղանչեք, արևը թող մար չմտնե ձեր փարգացած վիճակին վրա։ Մի արդոներ, որ օրը անցնի քու փարգությանդ վրա։ Այն բանը, որ քեզի գնեղացնե, շտկե անցիր վրայեն։ Երբ որ հետդ կդանիս, կբդցնես այդ ողը, ասել է թե քու մեջդ աստուծո սերը չի գա, քու մեջդ ներողամտություն չի գա, եւ ասոնք պատճառ կդառնան, որ սիրտդ օրեօր ավելի կարձանա։ Երբ որ մեկը ող կբահե իր սրտի մեջը, այս ողը իրեն կդանի թարնության, փարգության եւ ադելության, որ ասած են ոչ մեկնալ լավ բան մնե։ Եվ կտեսնենք, որ ավելի կքեշնագոր վիճակը։ Բարձրապես չներելով մը սկսավ, հետո ողի դարձավ, հետո անգևերջը թարնություն, փարգություն, ադելություն, մինչև ուր պիտի երթա։ Եվ ասիկա Երանի մեջերնից մնար, ասենք օքեյ, մեկը չի տեսներ գոր, դուրս ագել է։ Երբ որ մեկը ող կբահե, ողը փամփասանքի թուր կփանա եւ չարախոսության թուր կփանա։ Ահա ասիկ դուրս ալելով։ Հիմա ուր պիտի բահենք այս ողը։ Մենք կսենք ինձի քեշությունը ռավ։ Է շատ լավներ է։ Սխալը ռավ։ Էներ է։ Չեմ գնաներել։ Okay։ Թուն քեզի կպատրաստես գարձեր սրդիմը, որ անորմե ազատելը դժվար պիտի լա։ Մենք շատ տեսած ենք մեր ընտանեկան բարականերու մեջ, մեր բարեկամներու մեջ, երբ որ մեկը ող կբահե, հարաբերությունները կխզվին։ Դանը մեջ բաժանումներ գելեն, բարեկամներու մեջ բաժանումներ գելեն, ընտանիքներ, մինչև եկեղեցիներ, ողի պատճառով քանտված են։ Երրորդ պատճառը, որ սիրտը կգարձանա անալ, Սուրբ Հոգին թեմ գնալ է։ Գործ Կարակելոց 7:51 կսե, խստաբարանոցներ ու սիրտով եւ ագանչով անթլպատներ, դուք միշտ կընդդիմանաք Սուրբ Հոգին, ինչպես ձեր հայրերը, այնպես ալ դուք։ Խստաբարանոցներ ու սիրտով եւ ագանչով անթլպատներ։ Նույն բանն է, որ մենք խոսենք։ Գարձրացած սիրտեր։ Գարձրացած սիրտը Սուրբ Հոգին ցայնը չի լսել։ Եվ ով էր այս խոսքերը սողը, Գործ Կարակելոց 7-ի մեջը։ Ստեփանոսն էր, որ Իսրայելի գրոնական մեծերուն գխոսեր։ Եվ անոնք ոչ մեկ բար լսեցին, որովհետև սիրտերին շատ գարձրացած էր։ Եփեսացիս 4:30 գսե. Եվ մի դրդմեցնեք Աստուծո Սուրբ Հոգին, որով դուք կընկվեցաք ազատագրության օրվան համար։ Սուրբ Հոգին է, որ մեզի ամեն բան է գազադակրե։ Եթե Սուրբ Հոգին դեղի չենք տար, Սուրբ Հոգին մտիկ չենք կներ, ով պիտի գարնա մեզի ազատել մեր վիճակներեն։ Հաջորդ համարներում մեջ Պողոս Արաքյալը գշարնագե գսե, երբ որ մեկը գշարնագե Սուրբ Հոգին ցայնը մտիկ չնել, ինչ բաներ մեջը գսկսին շատնալ, գսե թարնություն, զայրույթ, փարգություն, զայրույթ, քոչյուն, հայոյություն, չարամտություն։ Ավասիկ նույն գարկը։ Իչարած ինչ որսի։ Կտեսնենք նույնը կբադայի, որովհետև մեկը Սուրբ Հոգին ցայնը չլսել։ Ուրեմն Սուրբ Հոգին ցայնը չլսելն ալ վտանգավոր է, որովհետև մեզի մեր սրտերը կգարշացնի։ Եվ վերջին, ով որ գմերժե Հիսուս Քրիստոսը։ Պիտի ասենք
մենք Հիսուսով փրկվեցանք։ Հիսուս մեր Տերը, մեր Փրկիչը ըրինք։ Հրավիրեցինք զինք մեր սրդերեն ներս։ Ինչպես կարելի է որ մերժենք Հիսուսի, նայեցեք Հիսուս ինչ կսե, ամ որ գանարկեզիս եւ չընդունիր իմ խոսքերս, ունի մեկը որ գթադեզին, այն խոսքը որ եսսի, անիգա պիտի թադեզին վերջին օրը։ Հիսուս Քրիստոս ինքը խոսքն է։ Եվ երբ որ գմերժենք Աստուծո խոսքը, Հիսուսը մերժած կլանք։ Մեր խոսքերը Փերանացի որսինք, ով դեր իմ դերս ես, Հիսուս իմ սրտիս մեջ եկուր, իմ մեջս բնագիր, անոնք բոլորը Փերանացի գտարնան, երբ որ մենք խոսքին մտիկ չեն գնել։ Մարդը, որ իր երիտասարդ տարիքին շատ եկեղեցի գերտար եւ միշտ կմասնակցեր ժողովներուն, իր մահվան օրը մեկը իր մասին կսկսի պատմել, սելով թե այս մարդը շատ գաղուղ սիրտ ուներ։ Ամեն անգամ որ եկեղեցի մեջ որ երկեր երկծվեր, Աստուծո խոսքը խոսվեր, որ մեղքի մասին էր, ինքը գհուզվեր եւ ինքը շատ փանգս կար, գներվեր իր վիճակին։ Բայց կսե դարիներ վերջ ասմարտը գամած տեսանք, որ այդ բոլոր բաներեն այլևս չեր աստվեր, ոչ երկերեն, ոչ խոսքերեն։ Եվ ասմարտը մերավ չփրկված։ Ինչ էր պատճառը։ Աստուծո խոսքը իր սրդին միշտ գհասներ, ինքը թուրը չփածավ, որ Աստուծո խոսքը ներս մտնե եւ դեղ գտնե եւ յանքեն ներս։ Եվ գամած այդ Աստուծո խոսքը այլևս իրեն չաստեց։ Իր սիրտը գարձացավ եւ այդ գարձացած սրտով մահացավ։ Եվ ինչ կբադայի, երբ որ մեգումը սիրտը կգարձանա։ Ինչ են արդյունքը։ Մեկը անսկա գտարնա Աստուծո խոսքին հանդեպ։ Շատ ավելի թյուրին գտարնա դերոջը մերժել։ Մեղավորը, որ մեղքի մեջ է, շատ ավելի քիչ կմտահոգվի իր վիճակով, որովհետև վտանգավոր ընթացքի մեջ է։ Աստուծո հետ շիդակ ճամփում մեջ չէ։ Գեղեցիկ պատմությունը գա առաջին թագավորացի մեջ, ուզեմ այս պատմությունով վերջացնել։ Առաջին թագավորաց 25:37-38 գսե Արավոդուն, երբ նապաղ քինիեն սկաստացավ, այն ադեն անոր գինը այս բաներ անոր պատմեց ու անոր սիրտը իր ներսիտին մերավ եւ քարի բես եղավ եւ 10 օր հետո դեր զարգավ նապաղը որ մերավ։ Գաբիլսեք ինչ եղավ ասի։ Մեզի քիչ մարչեվա պատմե եդեմ նա պատմե որ հասկանանք ինչ կբադայի։ Այս մարդուն սիրտը ինչպես քարի բես եղավ։ Չեմ գիտեր քիդական գերբով ինչ պատահեցավ, դերևս երակները գարձրացան, մեկ անգամեն սիրտը բամը եղավ, չեմ գիտեր ինչ էր։ Բայց պատմությունը գսե որ երբ որ Դավիթ թագավորը անաբադի մեջ էր, այս նապաղին, որ հարուստ մարդ մներ, անոր հոդերը բահաձեր, հոգ տարածեր, օրը Դավիթ թագավոր ների ինգավ, եւ այս ների ինգած ժամանակը հարցուց, որ նապաղ իրեն քիչմը ոչխարներեն դա, որ իր մարդիկը գերակրվեն, որովհետեւ Դավիթը անաբադի մեջ փախստական էր, սավուղը զինքը գալած էր։ Եվ այս մարդը այս բոլոր բարիկներուն թեմ շատ գարձր մարդ մներ ինքնին բնավորությունով իր անունը անսկամ մսել էր երևակայեցեք նապաղ ասել է անսկամ եւ իր ծառաները իրեն համար գսեն չարակորձ մեկներ գսե հետը չեր գնար խոսվիլ իր ծառաներ իրեն մասին այսպես կվգայեն այսպեսի մարդ մներ եւ այս մարդը երբ որ Դավիթ իր մե ուզեց ոչխարներ ասավ դուք ով եք որ ինձ մեկ ուզեք ես ցեզի փամնալ չեմ դար եւ Դավիթ փարգացավ եւ իր հետ եղող մարդոց հետ որոշեց որ երթա նապաղի դունը փնաչնչե բայց անոր գինը գսե ապիկյա ողջամիտ գին մներ գսե եկավ Դավիթի կով որբեսի Դավիթի սիրտը առնե ասավ գիտես որ գսե
իմ ամուսինս նապաղը խստապարո չարակորձ մեկն է գսե։ Գիննալ իր մասին շատ ավոր վկայություն ունի։ Խստապարո չարակորձ մեկն է գսե։ Հաջիս այն բանը, որ որոշեր է սնելու, իրեն գասնի լուրը, ծարաները գասնեն, որ ամուսինիդ պիտի մերցնե Թավիթ։ Երբ որ գինը գլսե գերտա Թավիթին կով եւ այս խոսքերը գսե, իրեն ուդելիք ագդանի եւ Թավիթին գգեցնե այն անելիքեն եւ Թավիթ շնորհակալություն գայտնե անգնգան։ Բայց այդ գիշերը գսե ապիկյան չսավ իր ամուսինին, որ ինչ հրավ Թավիթի հետ ինչ խոսեցավ։ Հաջորդ օրը, որ գսե քինի խնջույք կներ եւ քինողցած էր, հաջորդ օրը, որ քինիեն արտնցավ գսե, երբ որ գինը բատմեց իրեն այս իր ռազները Թավիթի հետ ունեցած խոսակցությունը, այն ադեն է, որ գսե սիրտը քարիբես եղավ։ Երևակայեցեք, փարիկը ըրաձեր իրեն եւ ադիգա իրեն չարիկ կդեսներ եւ իր սիրտը գարձացավ այնքան, որ գսե խստարա փարո չարակոր։ Այս կբադայի սիրելներ մեկը, որ իր սիրտը գծկե որ գարձացնե։ Եվ 10 օր հետո գսե դերը զարգավ նապաղը որ մերա։ Ուրեմն մենք ինչ պիտի ենք։ Չեմ ուզեր որ ժխտականով վերջացնենք։ Այսօր թիմած փամը գա, որ մենք կնանք ընել, որ մեր սրտերը երբեք դերոջ արջև չի գարձանան։ Մենք ամեն օր պետք է քննենք մեր սրտերը, որ արդյոք մեջը, մեր սրտի մեջը դերմը calcification գա։ Հայերեն բարը չի կծա այսօր, չեմ գիտեր։ Գրացած կսեք, գրացած calcification-ը երակներու մեջ կամ ոյ մեկ մարմնի անդամի մեջը հավաք նյութեր են որ գահավաքվին եւ գգարձացնեն այնտեղը որ հավաքված են։ Եթե սրդին երակներու մեջ calcification գա, սրդին երակները կչորնան։ Եվ ասե որ ցեզի գսեմ ով դեր որ դեսնենք թե ոյ մեկ calcification թարնության, հբարդության, մեղքի նշույլներ կան, որ Աստված կփորձե մեզի ցուցնել, որբեսի անոնք մեր սրտեն մաքրենք։ Իր շնորհքով այսօր գրնանք մենք այդ բոլոր calcification-ները մեր սրտեն վերցնել։ Մեր սրտերը փափուկ պահենք։ Միշտ պատրաստ սորվելու, լսելու եւ փած Աստծո խոսքին, որ Աստծո խոսքը իր ցայնով մեր սրտերուն հասնի։ Ճշմարիտ հոգևոր զորությունը սիրելներ գադարելութենեն չէ որ գուքա։ Գադարյալը լալը չէ որ մեզի հոգևորապես զորավոր գնե։ Ճշմարիտ հոգևոր զորությունը գուքա, երբ որ մեկը արագ է եւ գգամենա խոստովանելու, ներելու եւ արտոնելու, որ Սուրբ Հոգին իրեն առաջնորդ է։ Եվ անշուշտ պիտի ասենք ներսես կսես կորած բոլորը գնեմ, բայց նորեն գինամ։ Ես ագինամ։ Բարի լուր այսօր այս է։ Քանի անգամ որ ինանք, մինչև այն ադեմ որ Աստուծո գտիմենք, մեր սրտերը գուզենք փափկացնել, խոստովանելով, Աստուծո առջև գալով, անոր խոսքով մաքրվել, սրբվել, գիտած լանք որ դերը պատրաստ է մեզի կաստուրելու, նորոգելու, վերականգնեցնելու եւ հաստատ ժայռին վրա տնելու։ Դերը օրհնե բոլորին։